Բարև ձեզ։ Այս հոլովակը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող կամ քախ իրավական պայմանագրով եկամուտ ստանալուց բացի ունեցել են նաև հարկային գործակալչի հանդիսացողներից ստացվող եկամուտներ, օրինակ վարձավճար, ավանդի տոկոս, շահաբաժին եւ այլն։ Տվյալ եկամուտները նույնպես առաջացնում են հարկային պարտավորություն եւ քաղաքացիք պետք է ինքնուրույն լրացնեն հայտարարագրի համապատասխան բաժինները։ Հայտարարագիրը լրացնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ունենալ հարկ վճարողի հաշվառման համար։ ՀՎՀՀ ստանալու վերաբերյալ մանրամասն գործողությունները ներկայացված են մեր 3-րդ հոլովակում։ ՀՎՀՀ-ն ստանալուց հետո կարող եք լրացնել տարեկան հայտարարագիրը։ Տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հայտարարագրեր բաժին, ապա ընտրել հաշվարկ, հայտարարագիր, եկամտային հարկի եւ սոցիալական վճարի փաստաթղթի տեսակը։ Բացված էջում առաջին քայլով անհրաժեշտ է ընտրել այն տարեթիվը, որի համար պետք է ներկայացվի հայտարարագիրը, ապա նշել հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Եթե հանդիսանում եք հայտարարատու մի քանի հիմքով, ապա միաժամանակ պետք է ընտրել համապատասխան կետերը։ Սկսում ենք լրացնել հայտարարագիրը, որը բաղկացած է 6 բաժիններից։ Բաժին առաջինում գործատուից ստացված եկամուտներն են, որոնք պեկում առկա տեղեկատվության հիման վրա լրացվում են ինքնաշխատ։ Համակարգը թույլ է տալիս լրացված տեղեկատվությունը խմբագրել կամ ջնջել։ Այս սկզբունքը գործում է միայն բաժին առաջինի համար։ Առաջին բաժնի 2-րդ գլխում լրացվում են ֆիզանձի ստացված եկամուտները հարկային գործակալներից։ Հարկային գործակալների թվին են պատկանում կազմակերպությունները, ՍՊԸ-ները, ԱՁ-ները եւ այլոք, կարճ ասած, իրավաբանական անձիկ կամ անհատ ձեռնարկատերերը։ Այս բաժնի ամենատարածված հայտարարագրման ենթակա եկամուտների տեսակներին են պատկանում վարձավճարը, տոկոսներից եկամուտները եւ շահաբաժինը։ Այս տվյալները եւս հիմնականում լրացվում են ինքնաշխատ, բացառությամբ ավանդի եւ պարտքային արժեթղթերի տոկոսներ տողերի, որոնք լրացնելու համար անհրաժեշտ է ավելացնել ֆինանսական կազմակերպության անվանումը եւ եկամտի տեսակը, որից հետո ավանդի տոկոս ակտիվացված տողում ստացված եկամուտ դաշտում պետք է լրացնել ստացված չհարկված եկամուտը, իսկ եկամտային հարկը համակարգը հաշվում է ինքնաշխատ։ Պարտքային արժեթղթերի տոկոսի վերաբերյալ տեղեկատվությունը եւս անհրաժեշտ է լրացնել ինքնուրույն, այդ թվում եկամտային հարկի չափը։ Բաժին 2-րդում լրացվում են նվազեցվող, չհարկվող եկամուտները, որոնք պետք է լրացնել ինքնուրույն։ Բաժինը բաղկացած է 26 կետից։ Այն չհարկվող եկամուտները, որոնք ներառված չեն այս բաժնի ցանկում, պետք է ներառել այլ նվազեցվող եկամուտներ դաշտում։ Այս բաժնում պետք է հայտարարագրել միայն այն գործարքները, որոնց գումարը կազմել է 300,000 դրամ եւ ավելի։ Բաժին 3-րդը վերաբերվում է հարկային գործակալչի հանդիսացողներից, այսինքն ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտներին, որոնք եւս պետք է ինքնուրույն լրացնել։ Այս բաժնում լրացված տվյալներն առաջացնում են հարկային պարտավորություն։ Օրինակ, եթե 2024 թվականի ընթացքում անշարժ գույքը հանձնել եք վարձակալության ֆիզիկական անձին կամ անձանց, ապա վարձավճար դաշտում պետք է լրացնել տարվա ընթացքում ստացված եկամուտները, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։ Բաժին 4-ում ներառված են սոցիալական ծախսերը, որոնք կրկին լրացվում են ինքնաշխատ։ Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար ունի եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Եթե հայտարարատուի հանրային ծառայության համարանիշով որպես սոցիալական ծախս կատարող դուրս է գրված հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր, ապա այդ ինֆորմացիան համակարգը կարտացոլի ավտոմատ։ 4-րդ բաժնի մի հատվածում ցույց է տալիս, թե հայտարարատուն որքան է սոցիալական ծախս կատարել, իսկ մյուսում փոխհատուցման չափը։ Բաժին 5-րդում ինքնաշխատ լրացվում են պետական բյուջեի վճարման կամ բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարները։ Ինքնաշխատ լրացվում են նաև փոխհատուցված գումարները, օրինակ հիպոթեկային վարկի տոկոսի, ուսման վարձի, սոցիալական ծախսի եւ այլ համանման կատարված ծախսերի փոխհատուցման ենթակա վերադարձման գումարները։ Բաժին 6-րդը ինքնազբաղվածի, այն է կրկնուսույց, արհեստավոր եւ այլն ստացված եկամուտներից սոցիալական վճարի հաշվարկն է, որն առաջացնում է հարկային պարտավորություն։ Այն լրացվում է ինքնուրույն։ Վերջ, հայտարարագիրը պատրաստ է։
Անհրաժեշտ է սեղմել գրանցել կոճակը եւ այն հայտնվում է լրացված հայտարարագրեր բաժնում։ Այնուհետև պետք է ստորագրել եւ սեղմել հանձնել ՊԵԿ կոճակը։ Հավաստիանալու համար, որ հայտարարագիրը բարեհաջող ուղարկվել է ՊԵԿ, այն պետք է արկա լինի հանձնված հայտարարագրեր բաժնում։ Ապահովության համար կարող եք պահպանել հանձնված հայտարարագրի ստացականը, սեղմելով ստացական կոճակը եւ պահպանելով այն։ Շնորհակալություն։